երկու մոդել, երկուսն էլ մեր համար առանձնապես մեծ հուսեր ապագա չեն խոստանում։ Իսկ ինչ այլընտրանքներ կան։ Այլընտրանքները իրականում երկուսն են։ Պարզապես խնդիրը ինչու՞մն է, որ առաջին այլընտրանքի համար չկա այսօր աշխարհում պայմաններ, որպեսզի դա կարելի է իրագործել, իսկ երկրորդը շատ ռիսկային։ Ուրեմն առաջին այլընտրանքը դա այսպես կոչված catch-up development։ Catch-up նշանակում է հասցնել, catch-up, բռնել, հասցնել։ Ну տրամաբանությունը ո՞րն է։ Կա ինչ-որ երկրների մակարդակ, հա, կա ինչ-որ աշխատանքի բաժանման մակարդակ, հա, ամեն։ Մեր խնդիրը ո՞րն է։ Մենք անում ենք այնպես, որպեսզի հասնենք իր մակարդակին։ Այս մոդելով 4 օրինակ է պատմության մեջ, որոնք զարգացել են ուրեմն այս մոդելով։ Ուրեմն Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ եւ սովետական ԽՍՀՄ։ Երբ որ ես ասում Գերմանիա, Ճապոնիա, դա ոչ թե պատերազմից հետո երկրորդ համաշխարհային պատերազմից Գերմանիա, Ճապոնիա, այլ 19-րդ դարի։ 19-րդ դարի Գերմանիան, 19-րդ դարի Ճապոնիան, 19-րդ դարի ԱՄՆ-ն եւ 20-ական թվերին վերջի փորձը, որ հաջող եղել է, դա եղել է ԽՍՀՄ։ Որ վերջ այլ հաջող փորձեր չեն եղել։ Տեսությունում տնտեսագիտական կամ մի ուղղություն դու ճանաչում ես այդ գիտնականներին, ես իրանց բազապես երևի չեմ հիշատակել որպես այդ դպրոցի ներկայացուցիչները։ Այսպես կոչված development economics են կոչվում, զարգացման տնտեսագիտություն, այսինքն դրանք այդ դպրոցներ են մտածողներն են, որոնք մտածում են, տեսություններ են կառուցում եւ այլն, թե ինչպես զարգացնել աղքատ երկրները։ Մեր հիշատակած Էրիկ Ռայներտը վառ ներկայացուցիչներից մեկն է եւ Հաջուն Չանգը հիշում։ Այդ երկու այսօր ամենաշատ ճանաչված հա այդ դպրոցի ներկայացուցիչներն են, որոնք եւ քարոզում են հա այդ նոր մոտեցում։ Այն ինչ որ իրանք առաջարկում են, որ ինչ պետք է դուք անեք, դուք պետք է հրաժարվեք Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Արևտրի միջազգային կազմակերպության այսպես կոչված դեղատոմսերից Վաշինգտոնյան կոնսենսուս կոչեցյալից եւ անցնեք catch-up development-ին, այս մոդելներին, հա։ Եվ բերում են բազմաթիվ օրինակներ, պատմությունից եւ այլն, թե իրականում ոնց են զարգացել այս երկրները։ Ոնց է զարգացել ԱՄՆ-ն, ոնց է զարգացել Բրիտանիան։ Ну, Բրիտանիան ինչի՞ չեմ հիշատակել, որովհետեւ որ ասում ենք հասցնող, ում են իրանք հասնում։ Այն վաղ այսօրվա ԱՄՆ-ի փոխարեն եղել է Բրիտանիա։ Թե Գերմանիան, թե Ճապոնիան, թե ԱՄՆ-ն հասնում են Բրիտանիայի մակարդակին, հա, դրա համար Բրիտանիան էլ իհարկե։ Եվ իրանք մեծ տվյալներ են հանում վիճակագրական պատմություն, ուսումնասիրելով եւ այլն, թե իրականում ոնց են զարգացել այս երկրները, հա, եւ իրանց դեղատոմսը կայում է դրանում, որ դուք պետքա ոչ թե փոխազդվեք հունկարենտայնով, հա, իրանք շատ խիստ քննադատում են այդ մոդելները, այլ պետքա գնաք այս ճանապարհով։ Ռայներտը իր գրքում, ես չգիտեմ, եթե կարդացել ես, ինքը մի Պերուի օրինակ է բերում։ Եվ չգիտեմ ինչու նոմր զարմանում են, բերում այդ օրինակը որպես հաջողված օրինակ։ Չնայած Պերուի օրինակը դա ամբողջովին ցույց է տալի այս ռազմավարության այսօրվա ժամանակը անհնարինություն, այո։ Պատմությունը այնպիսի բան է, որ ինքը մի տեղում չի կանգնում։ Ինչ որ հնարավոր էր Վլադ ջան 5 Հռոմի ժամանակ, հա, հնարավոր չէր 13-րդ դարում, հա, ինչ որ հնարավոր էր 19-րդ դարում, պարտադիր չէ որ հնարավոր է 21-րդ դարում։ Այո, իրենք ճիշտ են ասում առաջին մասը, որ այո, այս երկրները զարգացել են ոչ այն ռեցեպտերով, որոնք մեզ այսօր սովորացած դեպքում կարծեմ հենց պրոտեկցիոնիզմի մասին է, չէ՞։ Այո, ամբողջ իմաստը, հա, դա պրոտեկցիոնիզմ, այսինքն դա իր հակառակ ամեն ինչի, ինչ որ մեզ օրինակ այսօր սովորացնում է IMF-ը կամ միջազգային դուք պետք է բաց տնտեսություն ունենեք եւ այլն եւ այլն։ Դա համ ճիշտ է, համ սխալ է, հա, պարզապես պետք է այդ նրբությունները պետք է հասկանալ, հա։ Ինչու ժամանակից սա աշխատեց, իսկ այսօր էլ չի կարող աշխատի։ Որովհետեւ փոխվել է տնտեսություն։ Ինչ իմաստով է այն փոխվել։ Տես, Ռայներտն ու Չանգը չեն հաշվի առնում հետեւյալը։ Եթե Գերմանիան հասնում էր, հա, catch-up էր անում, ուրեմն Բրիտանիային, ապա Բրիտանիայի ուրեմն տեխնոլոգիական զարգացման մակարդակը, այսինքն աշխատանքի բաժանման մակարդակը, դա չի եղել այսօրվա ԱՄՆ-ի մակարդակը, հասկանում եք։ Ես չեմ հիշում, մենք ոսո չենք խոսել դրա մասին, կլասիֆիկացիան դնեմ, որ մեր համար պատկերելի լինի, թե ինչ եմ ես ասում, համակարգ, հա, աշխատանքի բաժանման համակարգ։ Կա 3 մակարդակ, հա, առաջին մակարդակը ցածր արդյունաբերական,
Ցածր արդյունաբերական աշխատանքի բաժանման մակարդակը նշանակում է դու կարողանում ես massայական արտադրել պարզ առարկաներ։ Massայական արտադրել պարզ առարկաներ։ Երկրորդ մակարդակը դա միջին։ Նույնը, հա։ Միջին արդյունաբերականը։ Երբ որ քո աշխատանքի բաժանման համակարգը այնպեսին է, որ դու կարողանում ես արտադրել բարդ առարկաներ ու եզակի տեսականի, շատ քիչ։ Բարդ առարկա կարող ես արտադրել, բայց տեսականի չէ։ Իսկ երրորդ արդեն վերջինը, այսօրվա, հա, այսօր ամենա բանը, որ այսօր մենք ունենք։ Երբ որ դու արտադրում ես massայական բարդ առարկաների տեսականի, այսա ԽՍՀՄ-ն էր։ Սա Միացյալ Նահանգներն էր։ Սովետական միությունը կարողացավ ահռելի կորուստերի, ուժերի հաշվին հասնել միջին արդյունաբերական մակարդակ։ Ինչով է պայմանավորված իրար, շուկայի ծավալով։ Եթե սրա համար պետք է մի 100 միլիոն, այսինքն 100 միլիոն մարդով դու ունենում ես պարզ առարկաների արտադրություն։ Սրա համար արդեն պետք է 300 միլիոն։ Իսկ սրա համար պետք է արդեն 1 միլիարդ։ Ես թվերը պայմանական եմ դնում, Վլադ ջան, ոչ մեկ սա չի հաշվել, որտեվ պարզ չի ոնց հաշվել, հա, տրամաբանությունը պարզ է, բայց հաշվելու, բայց ես վստահ եմ, եթե մենք հաշվենք ինչ-որ մեթոդաբանություն, պլյուս-մինուս այս կոմենկոմ ինչ-որ տվել, բայց այստեղ տենդենսն է կարևոր, հա, որ անցնելու համար դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, չգիտեմ, էսի եկավ, այս կառավարությունը կառուցել։ Ինքը խիստ, հա, սահմանափակված բան է։ Եթե դու չունես 300 միլիոն ման, ապա դու միջին բանին չես կարող անցնել։ Եթե դու չունես 1 միլիարդ մարդ համակարգ, հա, սովետական միություն, ինչքան ուզում ես տանջի, դու ԱՄՆ-ի մակարդակ, այսինքն դու կարողանում ես մի հատ, չգիտեմ, մեքենա արտադրես, բայց դու տեսականի չես կարող արտադրես։ Ինչից ենք մենք ներվում, մենք մեր ծնողները, հա, սովետական միություն, որ բազմություն չկար, կար մի հատ կոստյում, կար մի հատ պալտո, մի տեսակ էր ամեն ինչ, որ քննադատում են, այս չկար, այն չկար։ Ու մտածում են դա ինչ-որ պոլիտբյուրոյի չար մտածում է, որովհետև առնի ռեսուրս գնում է ռազմաարդյունաբերություն եւ ինչը պետք է արվեն, հա, մնացած ռեսուրսը հերիքում էր քեզ, որ դու ստեղծեի, հա, այն ռեսուրսը, որ կար 300 միլիոն մարդ, հա, սովետական միություն համակարգ։ Հերիքում է, որպեսզի դու ունենաս միջին արդյունաբերական համակարգ։ Դրանից բարձր չես ասում, պետք է միլիարդ մարդ չկա։ ԱՄՆ-ն միլիարդ մարդ, ում էր։ Դրա համար ինքը ԱՄՆ-ն էր։ Կոնկրետ նշենք միլիարդ իր բնակչությունը չէ, այլ ամբողջական համակարգը, ոչ թե ԱՄՆ-ի միլիարդ, այլ համակարգը, որտեղ միլիարդ հիմա էլ 1 միլիարդ։ Հա, որտեղ Լատինական Ամերիկան էր այստեղ։ Հա, դա սենց ասեմ, դա ոչ թե բանով է որոշում, հա, Արևմտյան Եվրոպան, հա։ Այո, պայմանական ԱՄՆ-ի համակարգը, աշխատանքի բաժանման համակարգը, դա այն տնտեսական տարածքը, որտեղ որ դոլարը համարվում է վճարման միջոց, հա։ Հիմա ինչ ասում Ռայդերտը, հա։ Ասում է Գերմանիան դա կարողացավ, չէ՞, օրինակ Բրիտանիային հասնի։ Բրիտանիային հասնելու համար Գերմանիան պարզապես պետք է հայտնվեր ցածր արդյունաբերական ուրեմն մակարդակով։ Ինչը պահանջվում է, ընդամենը 100 միլիոն մարդ, այդ վաղ Գերմանիան, ու հիմա Գերմանիան կամ Ավստրիան եւ այլ երեք կպած հնարավոր էր դա անել, հա, եւ մարդիկ եկան հասան, հա, այդ մակարդակին։ Ճիշտ է, ճիշտ է։ Նույնը արեց Ճապոնիան, նույնը արեց ԱՄՆ-ն, բնականաբար, հա, նույնը արեց ԽՍՀՄ-ն։ Այն վաղվա տեխնոլոգիաների մակարդակին դու կարողանում ես հասնել, այսինքն այդ catch-up development strategy-ն, հա, ինքը աշխատում է։ Դու փակում ես քո շուկան, ինքը նկարագրում է, փակում ես շուկա, տարիֆներն սա ճիշտ է։ Այո, բայց դա ճիշտ է 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի համար։ Այսօր առաջարկել, հա, այսօր արդեն չէ դաժե, եսին 40 տարի առաջ էր, հա, առաջարկել ուրեմն catch-up development strategy-ն Հայաստանի համար դա աբսուրդ է, որովհետև ինչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը չէ, Ռուսաստանը պայմանական։ Հա, ինչու Ռուսաստանը չի կարող դառնալ ԽՍՀՄ, ոչ թե որովհետև Պուտինը չի ձգի այդքան, չէ։ Դա вообще կապ չունի։ Ով ուզում ալի, հա, չի կարելի սովետ, որովհետև որպեսզի դու լինես երկրորդ երկիր այսօր աշխարհի, ոնց որ եղել է սովետը, բարեկեցություն, հա, դու պետք է ուրեմն ԱՄՆ-ի հետ ռոլ լինես, հա, հավասար լինես, հա, բայց դրա համար դու պետք է ունենաս ուրեմն 1 միլիարդ մարդ։ 1 միլիարդ մարդ չկա Ռուսաստանում, դրա համար ոչ էլ իր, հա, կացորդների մեջ, հա, կպցել է սա իրար, հա, դե ինչ-որ մի 200 միլիոն հավաքի թե չէ։ Իսկ եթե դու այսօր ուզում ես հասնես ԱՄՆ-ին, այսինքն մրցակցես իր մոտ միջազգային շուկայում, դու ուրեմն պետք է դուրս գաս բարձր, ոչ թե ցածր, ոնց որ Գերմանիան ու Ճապոնիան, պետք է դուրս գաս բարձր տեխնոլոգիական մակարդակ։ Չունես համապատասխան ռեսուրս, դրա համար այս ռազմավարությունը չի աշխատում։ Դա շատ հետաքրքիր է, Պերուի օրինակը, հա, որ Ռայներտին մեզ ներկայացնում, հա,
Եվ չգիտեմ, հա դիտարկում է դա որպես հաջողություն։ Ես չգիտեմ ոնց կարելի է դա դիտարկել հաջողություն։ Ինչ ասում Ռայնարդ։ Ասում է, գիտեք, 70-ական թվերին կար մի հատ Պերու երկիր, հա 60-ականների վերջ, հա Պերու երկիրը որոշեց catch-up development strategy-ն, հա, մասար, այսինքն երբ որ դու փակվում ես, փորձում ես քեզ ապահովել ինքնուրույն ամեն ինչ արտադրես, հա, զարգանում ես, հետո դուրս ես գալի արդեն արտաքին շուկաները եւ այլն, այսինքն ինչ որ արեցին Գերմանիան, Ճապոնիան եւ այլն։ Ասում է որոշեց որտեղի այդ ռազմավարություն։ Ինչ ասող Ռայնարդը։ Կա Պերու, հա, եւ կա ԱՄՆ, պայմանական գլոբալ շուկա, չէ՞։ Այս ցանցը ինչա ցույց տալի աշխատանքի բաժանում մակարդակ։ Ստերինգը շատ վատն է, շատ ցածր է, շատ բարձր։ Ինչ արեց Պերուն։ Որոշեց մենք պետք է ամեն ինչ արտադրենք, այսինքն գործարաններ դնենք, ենթակառուցվածքներ եւ այլն եւ այլն։ Այսինքն խորացնենք աշխատանքի բաժանման մակարդակը, ճիշտ է։ Սարքենք այսպիսի ցանց։ Բնականաբար այդ ռեսուրսները ինքը չունի այդպիսի ռեսուրս։ Դա պետք է վերցնել, վարկեր են վերցրել եւ այլն, ստացել են ինչ-որ տնտեսություն, հա։ Բայց տես, Պերուն ինչքան էլ ուզենա, հա, ինչքան էլ ցանկանա, դու չես կարող ստեղծես աշխատանքի բաժանման այն մակարդակը, որը կա աշխարհում, որը ապահովում ԱՄՆ-ում։ Այսինքն, քո արտադրությունը ինքը մեկ է, համաշխարհային շուկայում ինքը ամրցնակ է, ճիշտ է։ Չնայած ինքը կա, ինքը գոյություն ունի, հա, դու մեկ է աշխարհում մրցունակ չես։ Քեզ ինչ ամնում վաճառել քո արտադրանքը սեփական շուկայում։ Սեփական շուկան փոքր է, հա, որպեսզի այդ ամեն ինչը կլանի, հա, չի կարող, հա, այսինքն դու այս մասշտաբի էֆեկտից էլ չես կարող օգտվել, այսինքն էժանացնես քո արտադրությունը ծավալի հաշվին եւ այլն եւ այլն։ Եվ ինչ է ստացվում, քո բոլոր գործարանները, քո բոլոր ներդրումները ինչ են լինում, արժեզրկվում են, հա, այսինքն վնասաբեր են։ Ինչ ասում Ռայնարդը, ինքը, ես ընդհանուր պատմեցի, ինքը մենակ առաջին մասն է պատմում, ասում է, IMF-ը եկավ եւ ասեց, ոչ, այս ամեն ինչը ձեզ պետք չի, դուք պետք է մասնագիտանաք ձեր ինչ-որ հումքա, ինչ եք արտադրում, հա, որպեսզի կարողա այդ ժամանակ դուք մենք ձեզ ուրեմն կվարկավորենք, հա, որպեսզի դուք կարողանաք ձեր հին վարկերը թե փակեք, թե ինչ-որ կարողանաք նոր ինչ-որ տնտեսություն զարգացնեք, բայց արդեն այս մոդելով։ Ես դրանց սրիկաները չեն թողում մենք զարգանանք, հա։ Ես առանձնապես դու գիտես, Վոլոդ ջան, ու այսքան մենք խոսում ենք, երևի նկատել ես։ Ես տենց չի, որ միջազգային կառույցների ֆանատ եմ կամ ինչ-որ մի բան, հա։ Ես էլ եմ իրաց շատ քննադատում եւ այլն, բայց եկեք ճիշտը խոսանք, էլի, հիմա ինչ կա էտա։ IMF-ը երբեք ինքը իրանով ոչ մի թե չի գալիս։ Ինքը գալիս է այն ժամանակ, երբ որ դուք իրաց կանչում եք, հա։ Իսկ երբ եք դուք իրաց կանչում, երբ որ այլ տարբերակ արդեն չկա, չէ՞, էդի են բանն է։ Վերջի ատյանի ուրեմն ֆինանսավորողն է, երբ որ դուք վարկերը հավաքել եք, հիմա վաղ եկել որ պետք է վճարեք, վճարելու բան չկա, հա, նստել եք, ոչ մեկ չի վարկավորում, հա, դուք արդեն default արժեք, զանգում եք, ասում եք, իրանք ասում են, հա, բայց բնականաբար պայմաններով։ Այո, բնականաբար մեր պայմաններով։ Ինչա կոմոդ վաճառվում համաշխարհային շուկայում, չգիտեմ, բանանա եւ այլն եւ այլն։ Ուրեմն ուղղում եք ձեր ամբողջ, հա, ասիկան դառնում եք հումքա ռենտայի, որտեգրում եք այդ մոդելը ու աշխատում եք, ապրում եք։ Էդ է ձեր ճակատագիրը, հիմա ոնց ուզում եք դա դիտարկեք։ Ինչա դա բախտ է, ոնց է, էդ է ձերը։ Ես հասկանում եմ Ռայնարդին, հա, ինքը քանի որ փոքր ժամանականից Պերույում ա եղել, ինքը Պերույից է սկսել, հա, այդ իր ուսումնասիրությունները, երբ որ պիչում ես, ես պատմում եմ, չէ՞, սկզբում, որ Լիմայի ուրեմն աղբանոցում կանգնել է եւ այլ։ Ինքը շատ ցավ ինքն դե ընկերներ ա ունեցել, ինքը աշխատել է այդ իշխանությունների հետ, ինքն շատ ցավով ա դա ներկայացնում, բայց նորից էլի գիտական մոտեցումը ինքը պետք է լինի օբյեկտիվ, հա, լացել, ցավալ եւ այլն, պետք է բացառվի։ Դա ակնհայտ որ կարդում ես երևում է որ ինքը sense գիտնականի, հա, դերը թողել է, ստանձնել է ինչ-որ բան, Մայր Թերեզայի դեր, հա, ու սկսում է լացել, թե այս ինչ վատ բան եղավ Պերույում։ Կամ միայն Պերույում չեղավ։ Բազմաթիվ երկրներում ով փորձեց, ոչ մեկի մոտ catch-up strategy-ն չաշխատեց։ Ինձ մեկ հակադրում են, ասում են, բա օրինակ Հարավային Կորեա, դա catch-up strategy չի, շատ ժամանակ խառնում են։ Ոչ, որովհետև Հարավային Կորեան մրցունակ դարձավ, ինչի հաշվի։ Ցածր աշխատուժի հաշվի։ Այսինքն մենք բացում ենք մեր տնտեսությունը ներդրումների համար, ապահովում ենք ցանկացած ձեր կապրիզ, հա, ինչ ուզում եք։ Աշխատաժամանակ 8 ժամը 15-ա պետք 15 ենք սարքում, հա, ինչ ուզում եք մենք անում ենք, հա։ Մենակ եկեք։
եկել են, աշխատել են հիմնականում արտաքին, ուրեմն բան վերստում ես կիրառում ես արտասման ներդրում, դա արդեն դառնում է ներդրումային մոդել։ Սա դու կոնժելով, հա, ստեղծում ես սեփական արտադրություն։ Եվ հետո փորձում ես դուրս գալ դրանով, հա, համաշխարհային շուկա։ Այսինքն մրցում ես համաշխարհային շուկայի հետ։ Քո բրենդով ես դուրս գալի, հա, պայմանական։ Ոչ թե Adidas-ը կարում ու հանում ես միջազգային շուկա Adidas-ի բրենդը, այլ քո արտադրությունը դուրս ես գալի։ Ու սկսում ես մրցակցել Adidas-ի հետ։ Ну, ոնց կարելի է այսօր մրցակցել Adidas-ի հետ։ Կարելի է երևի, Վլադյան, եթե մենք այտենց զապաս մի զալեշ մի 100 միլիարդ դոլար ունենք, հա, կարելի է այսօր, որովհետև դու միանգամից ամեն ինչի մեջ պետք է դնես, միաժամանակ։ Թե տեխնոլոգիա, թե մարդ պետք է պատրաստես դրա համար, թե հաստոցների, այդ ամեն ինչը միաժամանակ, հա։ Ու հələ բարձ չի։ Կարողանաս մրցակցես Adidas-ի հետ, թե չէ։ Այդ ով է մեզ ֆինանսավորելու, որպեսզի մենք այսօր դուրս գանք, հա, մրցենք, հա, Adidas-ի հետ կամ Puma-ի հետ կամ չգիտեմ ինչ, հա, համաշխարհային բրենդերի հետ։ Հա, ու բնականաբար այս ռազմավարությունը ինքը ի սկզբանե, եթե միջև վերջ դա մտածում ես, հա, ինքը դառնում է բնականաբար անմրցունակ ռազմավարություն, հա, եւ դու վերադառնում ես նախորդ կետը, ինչից որ սկսել։ Երկրորդ ճանապարհը ketchup-ից զատ, հա, դա այսպես կոչված կլաստերային փոխազդեցություն։ Ինչ է ենթադրում կլաստեր։ Այստեղ էլ թյուրըմբռնումներ կան, ես ուզում եմ որպեսզի մենք էլ, հա, հասկանանք վերջի-վերջո այդ որ ասում կլաստեր, շատ մոդայիկ, հա, ժամանակակից տերմին, հա։ Ինչ է կլաստեր։ Կլաստերը դա ոնց որ ընդունված ասել, հա, դա միատիպի, միանման, հա, շատ իրար մոտ, հա, արտադրությունների համաստեղությունը, ասենց ասեմ, այսինքն, երբ որ միտեղ, հա, հավաքվում են, հա, իրար մոտ, իրար նման, հա, հիմնականում տեխնոլոգիապես բարձր, հա, արտադրություններ։ Սիլիկոնյան, ուրեմն, հովիտը կարա լինի, հա, տիպիկ օրինակ, հա, կլաստեր։ Որն է գաղափարը կլաստերային, ուրեմն, զարգացման։ Ну, նախ ասեմ, կլաստերը ի աշխարհ բերեց Մայքլ Պորտերը։ Հիշում ես Մայքլ Պորտերին։ Այո։ Գրատախտակ Մայքլ Պորտերը։ Ինչից սկսվեց ամբողջ շարքը ոդկասթը։ Համաշխարհային, հա, ռազմավարության, հա, կառավարման փորձագետներից մեկը հայտնի, ով իր գրքում հայտնի միջազգային մրցակցություն, եթե չեմ սխալվում, խոսում է կլաստերների մասին, հա, ներկայացնում մեզ էությունը։ Ես ասեմ, դա նոր գաղափար չէ, հա։ Դեռ Ալֆրեդ Մարշալը, հա, նեոդասական տեսագիտության հիմնադիրն ու հայրը, իսկ դա 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, խոսում էր նույն երևույթի մասին։ Պարզապես ինքը չէր օգտագործում կլաստեր եզրույթը, ինքը դա կոչում էր արդյունաբերական քաղաքներ։ Արդյունաբերական քաղաք, չէ, ռայոն, շրջան, հա, արդյունաբերական շրջաններ, բայց էությունը նույնն է, այն ինչը որ ասում են, ինչի մասին խոսում են։ Մարշալը նույն բանի մասին խոսում է, Պորտերը պարզապես նոր եզրույթ սահմանելով, հա, կլաստեր։ Տես, վերադառնանք Պերուի օրինակին։ Պերուն ուզեցավ վերարտադրի, հա, համաշխարհային, հա, գլոբալ տնտեսության աշխատանքի բաժանման համակարգը, ինչը իրան չհաջողվեց ու բնականաբար շատ քչերին կարա հաջողվի, հա, եթե կարելի ասել ոչ ոքում։ Բայց լավ, ինչու ենք մենք ուզում ամբողջը վերարտադրել։ Եկեք մենք վերցնենք մի հատված, հա, գլոբալ տնտեսության աշխատանքի բաժանման, եւ այդ մի հատվածը տարածենք մեր ամբողջ տնտեսության մեջ։ Այսինքն պայմանական, օրինակ, այսօր ինչն է սպառվում, հա, ուստի բնականաբար պետք է գտնես թե սպառումը դեպի ինչ է, օրինակ, բարձր տեխնոլոգիաներ, հա։ Դե որ եթե բարձր տեխնոլոգիաներ, ինչ ենք մեր մոտ, գյուղատնտեսությամբ զբաղվում, туриզմով զբաղվում, արդյունաբերությամբ զբաղվում։ Եկեք վերցնենք այդ ոլորտը եւ մեր երկրում սարքենք, հա, տեխնոլոգիական կլաստեր։ Այդ ճանապարհով փորձեցին գնալ Իտալիան, իր մոդայի կլաստերը, հա, հագուստի կլաստերը։ Հա, նորաձևություն։ Իռլանդիա ծրագրավորողն Եվրոպան։ Դանիան, որը ստեղծեց գյուղատնտեսական կլաստեր, այսպես կոչված, հա, եւ իհարկե հայտնի օրինակներից Ֆինլանդիան, հա, եւ իր տելեկոմունիկացիոնների կլաստերը, հա, Nokia։ Ժամանակին այդ օրինակները, որ ես բերեցի, դրանք համարվում էին հաջողության ճանապարհներ։ Բայց մենք տեսանք վերջում ինչ է լավ նույն Ֆինլանդիայի, հա, եւ Nokia-ի հետ։ Ինչու, որովհետեւ տես իմաստը ինչու՞ն է կայանում։ Ոչ Պորտերը, ոչ մնացածները չի խոսում դրա մասին, հա, որ դերից է ստեղծվում արդյունքը, հա, այդ մրցակցային հայ դիրքը կլաստերի դեպքում։ Ինքը ստեղծվում է նրա հաշվին, որ
Դուք վերցնում եք ինչ-որ հատվածը գլոբալ տնտեսությունից, հա, աշխատանքի բաժանման, եւ ձեր մոտ ստեղծում եք ել ավելի բարձր աշխատանքի բաժանման մակարդակ։ Ամբողջ իմաստը դա է, որովհետեւ եթե սա չլինի, դուք նորից աշխարհում մրցունակ չեք լինելու։ Դուք պետք է լինեք ավելի մրցունակ, քան միջին համաշխարհային մակարդակը։ Պայմանական դա կարելի է կոչել գերմասնագիտացում, հա։ Դրա հաշվին, հա, օրինակ, հա, Իտալիան, հա, ստեղծեց իր կլաստերը, հա, որը աշխարհում հայտնի է։ Հա, ուրեմն Դանիան, հա, իր գյուղատնտեսական կլաստերը, գյուղատնտեսական կլաստերը այսօր իրանք սկսել են, հա, գյուղատնտեսությունից եւ այլն, բայց այսօր ամբողջ պատվաստման եւ այլն, հա, այդ ամեն ինչին, հա, օրինակ դու եթե այսօր ուզում ես Վլադ ջան գնաս մեր ինչ-որ ցանկացած տեղ գյուղատնտեսությամբ զբաղվես, հա, եւ այլն, դու պետքա վակցինա ունենաս, չէ՞։ Վակցինան, հա, բնականաբար կա հայկական եւ այլն, բայց այսօր ամենաուժեղը, ամենաբարձր որակի եւ այլն, Դանիայում, հա, դու գնում ես ամբողջ պատետը գնում ես, հա, որտեղ ինքը ամենավորակյալն, ամենալավն, ամենաբարձրը։ Իրանք, այսինքն կատկտելուց, հա, եկե հասել են, հա, որ այսօր իրենք վաճառում են աշխարհի վակցինա։ Հա, այդ կլաստերն է այսօր Դանիայում։ Նույնը Ֆինլանդիայում, հա, Nokia, բայց տես որոնք են նեգատիվներ այս ռազմավարությունը։ Այս ռազմավարությունը շատ ագրեսիվ եւ դրանով ինքը շատ ռիսկային է։ Ինչու՞, որովհետեւ տես դու քո խաղադրույքը անում ես ինչ-որ մի երևույթի վրա, որը, այսինքն տես ինչ դժվար բան է, ստեղծել մի արտադրություն, որը լինի համաշխարհային, ուրեմն գլոբալ արտադրության մեջ զբաղացնի ամենաբարձր տեղը։ Այսինքն լինի ավելի մրցունակ կան համաշխարհային։ Դա արդեն ինքը իրանով ռիսկ է։ Երկրորդը դու պետք է գուշակես, իսկ ինչ է լինելու, հա, ինչ պահանջարկ է լինելու վաղը, հա, աշխարհում։ Չէ որ ամեն ինչ չէ որ դու այսօր կարաս մասնագիտանաս, չէ։ Կան բաներ, որոնք պարզապես կորցնում են իրանց պահանջարկը, իրանց մոդայա կորում եւ այլն փոխվում է եւ այդ ամեն ինչը։ Եվ Nokia-ն դրա վառ օրինակն է, երբ որ իրանք կտան այդ ալիքը, հա, այդ պահանջարկը տելեկոմունիկացիաները, հա, եւ մտան այդ շուկան, ստեղծեցին շատ մասնագիտացված, շատ մրցունակ կլաստեր եւ ժամանակին, հա, մենք գիտենք, հա, մենք ապրել ենք այդ տարիները, հա, որ Nokia-ն եղել է բոլորը Nokia-ին։ Այո, իսկ այսօր, հա, փոխվեց մի փոքր, հա, տեխնոլոգիաների մակարդակը, փոխվեց, գնաց դեպի սմարթֆոններ, Nokia-ն չհասցրեց կանխատեսի դա այդ չփողի եւ այլն եւ լավ վիճակում չի, հա։ Դա է, ուրեմն կլաստերային զարգացման, հա, ուրեմն ռիսկեր, հա, որը պարունակում է ռիսկեր։ Ես ինչ եմ սրա մասին այսքան ասում, որովհետև մեզ էլ է առաջարկվում, հա, այս կլաստերային զարգացման մոդելը։ Շատ են խոսում օրինակ բժշկական ծառայությունների մասին, հա։ Ասում են եկեք զարգացնենք, ինչ է, տելևիզոր կամ ինչ խալադիլնիկ կամ եւ այլն, դա արդեն անցած դար է, դրանով արդեն մենք չինացիներից չենք կարող մրցակցենք, ճիշտ են ասում, հա, եկեք մեր մոտ ստեղծենք կլաստեր, կոնկրետ բժշկական կլաստեր։ Ինքս չեմ գնահատել, բայց մոտավորապես պատկերացնում, տես, եթե դու այսօր ուզում ես ստեղծես բժշկական կլաստեր, դու ունես երկու շատ հզոր մրցակից աշխարհում, հա, Գերմանիան եւ Իսրայելը, հա։ Ինչ է նշանակում հայկական կլաստեր։ Աշխատանքի բաժանման մակարդակը ավելի խոր է, քան Գերմանիայում, հա, այդ կլաստերում եւ Իսրայելում։ Դե պատկերացրու, դա ինչ ներդրումներ է պահանջում։ Միանավակ ներդրումներ, սարքավորումներ դու պետք է ապահովես, մասնագետներ պետք է ապահովես, հա, լավ, մենք ունենք ինչ-որ ավանդական, ինչ-որ բժիշկներ, լավ եւ այլն, բայց այդտեղ խոսքը գնում է ոչ թե թակուբիրի ինչ-որ բժիշկների մասին, այստեղ խոսքում ազգի, որտեղ եթե մենք խոսում ենք կլաստերի զարգացում, նշանակում է ազգի ահռելի մասը, մեծամասնությունը պետք է լինի այդ կլաստերում։ Ինչ ծախսեր է դա, մարդկանց պետք է պատրաստես, սովորացնես եւ այլն, սարքավորումներ, սովորացնես աշխատել եւ այլն, եւ հարց է դու կհասնես, չէ՞ որ Գերմանիան ու Իսրայելը կանգնած չեն, չէ՞, իրանք էլ առաջ են գնում, այդ էլ հաշվի առնելով, խաղադրույքը դնում ես ինչ-որ մի բանի վրա, որ պարզ չի ընդհանրապես կլինի թե չէ։ Բայց ամեն դեպքում, հա, տարբերակը կա, տարբերակը կա, այո, պարզապես պոտենցիալ կա։ Այո, պետք է շատ լուրջ, շատ անաչառ դա հաշվարկել։ Առանց ինչ-որ էյֆորիաների, ոայ մեր բժիշկները, մեր այդ բանը չլինի, հա, նստես, ստույգ հաշվես։ Ինչ ենք մենք դնում, հա, ինչ հնարավորություններ ունենք, ինչ մակարդակի, ինչ ժամկետներում մենք կարող ենք հասնել հաշվի առնելով վաղը, հա, ինչ պահանջարկ կլինի աշխարհում, չնայած պահանջարկը ես կարծում եմ կա։ Այդտեղ ճիշտ է, ինձ թվում է այդ ոլորտը, որովհետև աշխարհը ծերանում է, Վլադ ջան, չէ՞։ Եվ հիշում ես մենք մի անգամ էլ խոսում ենք, չէ՞, նոր հայփ թեմա կա, չէ՞, աշխարհում երկարակյացություն հա մարդկանց, այսինքն մեծ փողեր է ակնկալվում, որ դրվելու է այնտեղ եւ կարելի է այնտեղ ինչ-որ մի բան բռնել, բայց ես էլի եմ ասում, դա պետք է ստույգ հաշվարկել, հա, որովհետեւ եթե մենք սխալ հաշվարկենք, հա, մենք պատկերացրու այդ ռեսուրսը, հա, որը չգիտես որտեղից պետք է վերցնենք,
Համաշխարհային բանկը այդպիսի ծրագիր երբեք չի։ Այնքան ձեզ մի հատ հարց է ուզում տալ, այն պետությունների դեպքում ովքեր փորձել են կլաստեր զարգացնել ու արդյունքում չի ստացվել։ Իրանք ուղղակի վերադարձել են այն նախկին մակարդակին, թե գուցե մի բան էլ, այսինքն այդ կլաստերի ցախողման կամ չստացվելու պատճառով մի բան էլ նախկին մակարդակից ավելի ցածր են, ինչի ավելի վատ։ Չէ, դե հիմա Վլադ ջան, նայ, Nokia-ն հա, կլաստերը ինքը կայացավ, հիմա ուղղակի ինքը կորցրեց իր մրցակցությունը։ Ոնց որ օրինակ Ամերիկան կորցրեց իր ավտոմեքենաների մրցակցությունը։ Ճապոնիան կորցնում է իր մրցակցությունը։ Ոնց որ ինքը գնալով, այո, ինքը վերադառնում է ինչ-որ, չգիտեմ, մակարդակի, հա, ինքը պահում է ինչ-որ մակարդակ, բայց այդ մակարդակը հատեն այն չի, որ հա, քեզ ապահովի բարձր եկամուտներ։ Նույն ձև իտալական, հա, այդ նորաձևության կլաստերը։ Կա, չէ՞ այդ իտալական բրենդերը մեկ սա։ Բայց դա արդեն այն չի, ինչ-որ ժամանակին։ Էդ էլ, ասում, հաջողված կլաստերներ են։ Էլ մենք խոսում ենք հաջողվի թե չէ։ Չգիտենք, ելով աշխարհում կլինի, ասի մենք էլ ենք ուզում բժշկական ծառայությունները զբաղվել, որովհետև տես եթե ալիքը լինի, հա, ապա անպայման կգտնվեն երկրներ, որոնք իրանք էլ կփորձեն դրա մեջ մտնել։ Ուզում ենք անցում կատարենք մեր երկրին, մեր տնտեսությանը, արի արդեն այդ մնացած մեր եզրակացությունը անենք արդեն երբ որ վերլուծենք Հայաստանի տնտեսությունը եւ հասկանանք ինչ մոդելով է ինքը աշխատում, ինչ կարելի անել, հա։ Գոնե ինչի մասին կարելի է մտածել լուրջ, հա, ոչ թե ընկնենք, հա, ինչ որ չգիտեմ, ինչերի հետևից։ Այ ռեալ, հա, ինչ կարելի անել։ Մի երևույթի մասն էլ խոսենք, հա, եւ ավարտենք այս մասը։ Տես, Վլադ ջան, երբ որ մենք խոսում ենք, հիշում ես ամենասկզբում հունկարենտային մոդելի մասին, երբ որ սկսեցինք դիտարկելը, մենք դիտողություն արեցինք, որ երկրները զարգացած իրարից տարանջատվում են միայն, այսինքն տարբերվում են։ Միայն աշխատանքի մակարդակի բաժանմամբ։ Այսինքն պայմանական, եթե երկրում բանանը աճում է, ստեղ էլ աճում։ Ստեղ ինչ կա ռեսուրսի մասին, հա, այսինքն մենք չենք դիտարկել բնական ռեսուրսի գործոն։ Բայց ինքը կա, չէ՞, մենք հասկանում ենք, որ կան երկրները, հա, ունեն որոշ պաշարի ռեսուրս, հա, որը չունի դիմացի երկիրը եւ այլն, հա։ Առհասարակ մեր մոդելներում եզրակացությունում ոչինչ չի փոխվում, պարզապես սա եւս, եթե մենք սա էլ ենք դիտարկում, սա դառնալու է խոչընդոտ, օրինակ հունկարենտային մոդելից ներդրումային անցնելու։ Խոսքը գնում է այսպես կոչված ռեսուրսային անեծքի մասին, հա, կա ուրեմն տերմին resource curse, ռուսերեն ռեսուրսներ проклятие, անեծք, հա, հայերեն անեծք, հա, ինչի մասին է խոսքը։ Օրինակ հաճախ կարող եք լսել այսպիսի խոսակցություններ։ Լավ չի էլի, որ օրինակ Ռուսաստանը կամ օրինակ Վենեսուելան ունի նավթ։ Այ որ ինքը չունենար նավթ, հա, ինքը չէր հելնի, հա, սենց Ամերիկայի հետ բան այս կոմենքում, դիկտատորներ չէին գա այնտեղ, երևի կլներ մի քիչ ազատ։ Նավթը խանգարում է, հա, որպեսզի այդ երկիրը զարգանա։ Մի քիչ աբսուրդային է, ինչու՞, այսինքն ոնց կարա նավթը խանգարի, հա, նավթը բնական պաշար է, որը դու բարձր արժեք ունես։ Ոնց կարելի է դա համարել, որ դա մինուս է, այսինքն նեգատիվ է մեր տնտեսության։ Այդտեղ նորից, հա, մի քիչ թերի է այդ ամեն ինչը գնահատվում եւ իրականում այդ ռեսուրսային անեծքը, հա, դա հենց այդ երևույթն է, որտեղ որ այո, բնական պաշարը մեզ չափով խանգարում, բայց ինչին է դա խանգարում, ոչ թե խանգարում է, եթե դա չլինի մենք ավելի հարուստ կլինենք կամ որ ինքը կա։ Այն իմաստով, որ տես, եթե զարգացող երկրում կա ինչ-որ բնական պաշար, ապա ինքը ստանում է այդ պաշարի վաճառքից ռենտային եկամուտ, այսպես կոչված։ Հիշում ես, մենք խոսում ենք ռենտայի մասին, հա։ Ինչու եմ ես մոդելը կոչում հունկարենտային, որովհետև հիմնականում մաքուր հունկային մոդելները չեն լինում, իրականում հունկարենտային է։ Ինչու՞, ինչ է նշանակում ռենտա։ Ռենտան դու ստանում ես, երբ որ դու ինչ-որ արտադրանք, հա, վաճառում ես շուկայում, ավելի բարձր, զգալի ավելի բարձր, քան իր ինքնարժեքը, հա։ Դա պայմանավորված է դրանով հիմնականում, հա, որ այդ ռեսուրսը սակավ է, բայց միևնույն ժամանակ ինքը շատ արժեքավոր է համաշխարհային տնտեսության համար։ Դա վերաբերում է նավթին, գազին, կարածուխին, ինչ բնական պաշար կա, հա, գիտես, չգիտեմ, ինչ կա, պղինձ եւ այլն, հա, մենք օրինակ պղինձ ունենք։ Ինչու՞ն է խնդիրը։ Տես, երբ որ մենք վաճառում ենք հունկ, հա, որը բերում է մեզ ռենտային եկամուտ, այդ ռենտային հատվածը, հա, ինքը ապահովում է մեզ ավելի բարձր կենսամակարդակ, քան եթե դա չլիներ։ Այսինքն ռենտային եկամուտը, հա, որը գազից եւ նավթից որ ստանում, իրանք կարող են այդ եկամուտի հաշվին, հա, շատ բարձր կենսամակարդակ պահեն իրանց բնակչությունը։ Եվ այդ դեպքում, հա, աշխատուժը ինքը արհեստական թանկանում։
Իսկ եթե քո մոտ արհեստական թանգանում աշխատուժ, ապա ինչ, ապա ներդրումային մոդելը քո մոտ հնարավոր Միշտ կմնաս ունքա Այո, դու չես կարող այդ քայլը անես, չէ՞, դու օրինակ Ռուսաստանը դա տիպիկ օրինակ է, որը երկիր, որը չի կարող անցնի, հա, գոնեն ներդրումային մոդելին, ինչու, որովհետև там բարձր, հա, եւ ռուս բնակիչը, հա, ռուսաստանցի բնակիչը ինքը պատրաստ չի աշխատել, չգիտեմ, $30, $50, հա, ինքը պատրաստ է աշխատել, չգիտեմ, $200, բայց եթե $200 Toyota-ն կամ BMW-ն հրաժարվում է, հա, գա այնտեղ ամենևին մասսայական ներդրումներ այնտեղ հնարավոր չէ։ В принципе, Հայաստանն էլ է, հա, այդ տարապում այդ ռեսուրսային անեցքից։ Կարելի է մի կողմից ասել Հայաստանը ինչ կապ ունի, մենակ հանքարդյունաբերություն չի, մենք ուրիշ ավելի մեծ ռենտային եկամուտ ունենք, դա դրա մասին բայց կխոսենք, որը էլի խանգարում է Հայաստանին, որպեսզի մեր մոտ ասում են, ինչի մեր մոտ չգիտեմ ինչ-որ զավոդը չի բացվում։ Ասում հարգելիներս, զավոդը որ բացվի, օրինակ, չգիտեմ, դու կգնաս ընդ $50 ամիսը։ Իսկ օրինակ ուզբեկը կամ չգիտեմ ով, հա, ինքը աշխատում է։ Հիմա ինչի պետք է այդ զավոդը ստե բացվի։ Հա, բնականաբար ինքը ստե չի բացվելու։ Հա, ու առհասարակ, հա, ինչ որ բաներ, հա, ինչ որ բաներ մենք ունենք ինչ որ ներդրումներ, բայց մասսայական, հա, զանգվածային ներդրումների հոսք սпасել Հայաստանին այս վիճակում տեսական չի։ Ռեսուրսային անեցքը, հա, ինքը արտահայտվում է, այսպես կոչված հոլանդական հիվանդությամբ։ Սպეციფიկ տերմին է, ինքը առաջացել է պատմականորեն հա Հոլանդիայից, բայց ինքը բնորոշ է այդ հումքով, հա, հարուստ երկրներ, որոնք ստանում են ռենտա այդ դրա վաճառքից եւ դա մասամբ ստեղծում է խնդիր այդ երկրների համար։ Արաբական երկրները, Ռուսաստանը, Վենեսուելան, աֆրիկական երկրների մեծ մասը ԱՊՀ, Ղազախստանը, հասկացաք, եւ նաեւ վերջում ես ավելացնում Հայաստան, ինչու կխոսանք արդեն հաջորդ եւ Հայաստանը, հա։ Ինչու Հայաստանը կխոսանք արդեն հաջորդ թողարկման ժամանակ։ Անցնենք ամենավերջնական փուլին, հա, մեր ոդկասթերի ավանդական փուլին, ինչ գիրք ես առաջարկելու այսօր դիտողներին։ Ուրեմն, քանի որ այսօր մեր խոսույթը հիմնականում նվիրված էր այդ development economics-ին, հա, այսինքն զարգացման տնտեսությանը, եւ ես մեջբերեցի երկու հեղինակի, Ռայներտը եւ Հաջունչանգը։ Ռայներտի գրքի մասին մենք խոսել ենք, հա, ներկայացրել ենք։ Սա Հաջունչանգի հայտնի գրքերից մեկն է, կոչվում է Bad Samaritans, չար սամարացիներ։ Աստվածաշնչյան։ Այո, սա ալեգորիա է, հա, Աստվածաշնչի այդ դրվակա, երբ որտեղ որ խոսվում է, հա, բարի սամարացիների մասին, չէ՞, մենք գիտենք, ինչն է դրա ֆիշկեն, էլի, որ չէ, մի մարդուն, հա, ինչ որ ծեծում են, թե թալանում են, ինչ, հա, եւ իրան օգնում է, հա, սամարացին, հա, եւ ասում են, բոլորը համարում են, չէ, որ սամարացիները իրենք վատ մարդիկ էին, չէ, ընդունված են, մտածել։ Իսկ այս մարդը դուս եկա, որ ինքը բարի էր, հա, դրա համար դա դարձավ, հա։ Այդտեղ հակառակն է, հա, այսինքն չար սամարացիներն են։ Այսինքն խոսվում է ինչ-որ սուբյեկտների մասին, որոնք բոլորի կողմից ընդունված են որպես լավ մարդիկ, հա, բայց իրականում իրանք չար են։ Ոնց ես կարծում ու մասին է։ Երևի միջազգային ֆինանսական կազմակերպություն։ Այո, այսպես կոչված չանգը տենց էլ կոչվում է, այսպես կոչված պիղծ երյակի մասին է, հա, կա հոլի Ինչու, որովհետև իրանք ավելի ներկայանում են ստե որպես, հա, մենք եկել ենք ձեզ զարգացնենք, բայց իրականում ուրեմն ավելի շատ վնաս են հասցնում, հա, երկրներին, քան օգուտ։ Բնականաբար ես չեմ պնդում, որ բոլորը պետք է համաձայնվեն Չանգի կարծիքով։ Լիքը ստատիստիկա բերում է եւ ապացուցում է, ու գրեթե կարելի ասել ապացուցում է, որ միջազգային կառույցների օգնությունը ինքան անիմաստ է եւ պետք չի դրա խնդիրը Չանգի հետ եւ նաեւ Ռայներտի հետ ոչումն է։ Իրանք ճիշտ են ներկայացնում իրավիճակը։ Խնդիրը թե ինչ են իրանք առաջարկում։ Այ ինչ որ իրանք առաջարկում են, դա մոտավորապես նույն բաները առաջարկում է Չանգը, ինչի հետ ես համաձայն չեմ, բայց ներառությունը կառույցների իրանց աշխատանքի ես կիսում եմ իր կարծիքը։ Շատ հետաքրքիր էլի նորից մասնագիտական շատ քիչ բաներ կա, շատ թեթև է կարտացվում։ Իմիջայլոց նշեմ, որ Ջոզեֆ Ստիգլիցը տվել է իր, անոտացիա։ Խելացի, աշխույժ եւ պրովոկացիոն, հա, սադրիչ, հա, գիրք,
որը առաջարկում է մեզ հավաստի նոր ճանապարհներ, այսինքն ճշտված, ոչ թե ինչ-որ օթեր, թե ինչպես դիտարկել գլոբալիզացիա, հա։ Սա Նոբելյան մրցանակակիր, մի անգամ ես հիշում մեկի հետ վեճի մեջ էին, կենտրոնական բանկից, չգիտեմ ով էր, որը խոսում էին կենտրոնական բանկի անկախությունը բերում է ֆինանսական կայունությանը, ես ասում եմ, դա այդքան էլ տես չի, կան գրականություն եւ այլն, որտեղ որ դա վիճարկվում է եւ մասնավորապես բերեցի օրինակ, ասում եմ օրինակ այս գրքում, այսպես վիճակագրություն կա, որ ասում են դա այդքան էլ չի։ Ասում են դա հերիք է էլի ամեն մի ինչ-որ մեկը ինչ-որ բան է գրասում, դա ինչ-որ մեկը չի, դա Քեմբրիջի, ուրեմն համալսարանի տնտեսագետ է, հայտնի, ասում եմ դա Քեմբրիջում, ես էլ Քեմբրիջում եմ սովորել, դրանց դասախոսներ կային, որ չգիտեմ մեկը մյուսից չէին տարբերում եւ այլն։ Ուզում եմ ասեմ, սա ինչ-որ մեկը չէ, հա, եթե Ջո Ստիգլիցը այսօր Վլադ ջան, դա մաստադոնտ է, էլի ժամանակակից տնտեսագետ, դա շատ խոշոր ֆիգուրա է։ Ինքը համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետն է եղել եւ այլն, ինքը լուրջ պաշտոններ է զբաղեցրել, ինքը զբաղվել է այս թեմատիկայով, այ զարգացման բանը։ Հետազոտության հիմնական ուղղություններն են եւ ինքը ամեն մեկին այսպիսի մեկնաբանություններ չի թողարկի, էլի։ Ջոզեֆ Շտիգլիցը ինքն է։ Ջոզեֆ Ստիգլիցը ինքը, որպեսզի ժողովուրդը պատկերացնի, ում մասին է գնում խոսքը, ինքը այսպես կոչված դիսիդենտ է, այսօր լինելով այդ շրջանից ինքը բոլոր կապերը խզել է իրանց հետ եւ այսօր անցել է ոնց որ բանի կողմը։ Իր ամենահայտնի ուրեմն խոսքերից մեկը The Economist պարբերականը, գիտես, ամենահայտնի տնտեսագիտական ժուրնալը աշխարհում։ The Economist ուրեմն պարբերականում ասել է հետեւելը. այն ինչ արեց IMF-ը Արևելյան Ասիայում, հա, 97 թվականի ֆինանսական ճգնաժամի մասին է խոսում։ Ասած այն ինչ որից IMF-ը Հարավ-Արևելյան Ասիայում, ասում նման է հոլոկոստի։ Արևմտյան աշխարհում Վլադ ջան, ինչ որ մի բան երևույթ համեմատել հոլոկոստի հետ, հա, դա ոնց որ մեզ հասարակությունում ասես մեկը բան արել, ոնց որ ցեղասպանի, էլի, այսինքն դա դրանից այնյան բան չկա։ Դա գլխավոր տնտեսագետի համաշխարհային բանկի գնահատականն է IMF-ի աշխատանքի։ Լավ, շնորհակալություն, ձեզ հետ Կապիտալ Պլյուսներ։